Սիրելի հայրենակիցներ, այսօր առաջին ընթերցումով խորհրդարանն ընդունեց ՔՊ խմբակցության երկու պատգամավորների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Այս ամբիոնից հնչած հանրությանը մոլորեցնող, զրպարտչական և հայ առաքելական եկեղեցին վարկաբեկող բազմաթիվ հայտարարություններ դրդում են մեկ անգամ ևս անդրադառնալ նախագծին և քաղաքական մեծամասնության իրական նպատակադրմանը։ Նախարձանագրենք, որ նախագիծը չի համապատասխանում օրինաստեղծ գործունեության տարրական պահանջներին։ Ի սկզբանե այն մեռելածին է և հետապնդում է սոսկ քաղաքական քարոզչական նպատակ հետևյալ հիմնավորումներով։ Առաջին, մասնավորապես պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նպատակային նշանակությունը որևէ մեկը իրավասու չէ փոխել անկախ վերջինի սեփականության ձևից։ Ուստի օտարելու դեպքում շարունակելու է պահպանվել նույն իրավական ռեժիմը։ Հետևաբար անիմաստ է և կեղծ այն մտահոգությունը, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները կարող են օտարումից հետո օգտագործվել ոչ հանրօգուտ և իր բուն նշանակությանը տարբերող նպատակով։ Երկրորդ, հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին երբևէ չի օտարել և ոչ էլ պատրաստվում է օտարել պատմության և մշակույթի որևէ անշարժ հուշարձան, ուստի օրինագիծը հիմնազուրկ է նաև այս առումով։ Ցանկացած օրենքի նախագիծ պետք է հետապնդի ոչ թե ապրիորի, ենթադրյալ կամ դավադրապաշտական թեզեր, այլ կոնկրետ հանրային պատվեր։ Օրինագծի վերաբերյալ այս ամբիոնից հնչած բազմաթիվ դատողություններ և այսպես կոչված հիմնավորումները կամ դիտավորությամբ խեղված էին կամ չունեն նվազագույն գիտելիքային հենք։ Դրանց բուն նպատակը այս ամբիոնից հայաստանյան առաքելական եկեղեցին վարկաբեկելն է, հանրության մոտ հակաեկեղեցական տրամադրություններ ձևավորելը։ Նախանձելի խիզախությամբ այս բարձր ամբիոնից կասկածի տակ է դրվում հայ առաքելական եկեղեցու կրոնական կազմակերպություն լինելն ու պետությունից անջատ լինելու սահմանադրական նորմը։ Նույն ջանասիրությամբ այս ամբիոնից ոտնահարվում է մեկ այլ իրավական նորմ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է եկեղեցու ինքնակառավարումը։ Կրկնում եմ, գուցե անպատասխանատու հայտարարություններից առաջ ուսումնասիրեիք և ընկալեիք, որ մասունքների ընծայաբերումը, այո, հենց ընծայաբերումը միջեկեղեցական դարավոր ավանդույթ է։ Եթե ականատեսը չլինեինք եկեղեցու և մեր ինքնության դեմ վարչախմբի սևեռուն հալածանքներին, կարելի էր մտածել, թե նախաձեռնությունը բխում է հուշարձանների պահպանության լավագույն շահից։ Իրականում այն սովորական հայտ է և մաս է կազմում հակաեկեղեցական արշավին և ավարտում եմ։ Եվ այնուամենայնիվ եկենք հիշենք, որ հայ եկեղեցու նրա ժառանգության պահպանության դիրքերից հանդես է գալիս քաղաքական մի ուժ, որի իշխանության օրոք թշնամուն են թողնվել վանական համալիրներ, 1500 եկեղեցի և 20 000 առանձնակի արժեքավոր հայկական մշակութային արժեքներ։